Տեր, երբ որ մահացար Հիսուս խաչի վրա, մարդկանց, քո աշակերտների, քո հետևորդների հույսը հոդս ցնդեց։ Նրանք մտածեցին դու կմնաս գերեզմանում, բայց դու հարություն առար մերելներից։ Այսօր քո գերեզմանը Տեր իմ Աստված դատարկ է։ Իլուր աշխարհի, ովքեր որ կմտնեն, այնտեղ ինչ որ բան կփնտրեն, այնտեղ գրված է։ Նա այստեղ չէ, հարություն առավ մերելներից։ Փառք ես Տեր, հալելույա։ Եկեք սրտանց ասենք, դավանենք, ասենք Քրիստոս հարյավ իմ մերելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Հիմա ուզում եմ ձեզ մի բան հարցնեմ։ Ինչ է նշանակում օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Եկեք միշտ, երբ որ հոգևոր մի բան ասում ենք, հասկանանք ինչ կա դրա տակ։ Երբ որ հարություն է առել, դա լավ լուր է։ Մահը հաղթվել է, մահը պարտվել է, համաձայն եք թե չէ։ Ու դա մեր կյանքում պիտի երևա։ Երբ որ երևում է, օրհնյալ է լինում Աստված։ Մարդիկ օրհնում են, փառքը բարձրացնում են, ասում են, ինչ լավ է, որ մեզ անհույս չթողեցիր, ինչ լավ է, որ մեզ մեռած չթողեցիր։ Դա նշանակում է քո մեռած հույսերն են արթնանալու, որ դու հույս ես ունենալու։ Ցանկացած քո կյանքի բնագավառում, եթե կա մշուշ, այդ մշուշը կցրվի, եթե կա խավար, լույս կծակի։ Ահա թե ինչ է օրհնությունը։ Ինչ է խավարը։ Խավարը լույսի բացակայությունն է, ու երբ որ խավարը մարդը կարա խարխափի, այսինքն շոշափի, ուր գնա, չգիտի ինչ անի, բայց որն է օրհնությունը, որ գալիս է լույսը, ու դու տեսնում ես ուր ես գնում, ոնց ես գնում։ Ամեն։ Փառք Աստծուն։ Մեր Աստված ներկա է այստեղ։ Փառք Տիրոջը։ Ամեն։ Ամեն։ Փառք Աստծուն։ Փառք Աստծուն։ Որտեղից գիտենք, որ նա ներկա է, մեր մեջ է գտնվում, որովհետև գրված է, եթե երկուսը երեքը նրա անունով հավաքված լինեն։ Ում անունով? Նրա անունով։ Ձեզնից ոչ մեկին ես չէի ճանաչի, եթե Հիսուսը մեզ չմիաբաներ։ Ոչ մեկին։ Ես իմ համար իմ կյանքով կապրեի, բայց այստեղ մենք հավաքվել ենք Հիսուսի անունով։ Ու նա ներկա է այստեղ։ Ու եթե ներկա է, ինչ որ մի բան էլ կանի, քո կյանքը կփոխի։ Մենակ թե սիրտդ բաց։ Փառք Աստծուն, նստիր Աստծո քաղցր ու սուրբ ներկայության մեջ։ Ես ուզում եմ մի բան հարցնեմ, բայց պետքա անկեղծ պատասխանեք, ուղղակի ձեռք բարձրացնելով, համաձայն լինելով։ Կա մարդ, որ իր հայրենիքը թողել է եկել այստեղ, ինչ որ պրոբլեմից ելնելով։ Ճիշտ պատասխանը ժպիտներ։ Որովհետև էտով է հայրենիքում Հայաստանում ամեն ինչ լավ եղել, չէ, ում կյանքն այդպես լավ եղել, բայց ինքը թողել է եկել այստեղ։ Բոլորն էլ ինչ որ խնդրից ելնելով են, չէ։ Բացի նրանից, որ Աստված կարա մարդուն նաև ուղարկի։ Բոլորն էլ ունեն խնդիրներ։ Իսկ ով է ուզում, որ ընդհանրապես հաջողություններ ունեն այս աշխարհի մեջ։ 20% ուզում է հաջողություն, մյուսները չեն ուզում։ Ինչի են մեր հայերը սենց կոմպլեքսավորված, չեմ հասկանում։ Ես ուզում եմ դրա, հա, ժպտալներ ճիշտ պատասխանը, հա։ Տես ոնց են հայերը, քո ասածը դնում քո դեմ։ Բոլորն էլ ուզում են հաջողակ լինեն, չէ՞։ Ոնց է անգլերեն դա, ներողություն ֆրանսերեն ոնց է։ Շանս ինչ։ Հաջողակ։ Շանսավոր էլի, որ միշտ շանս ունի։ Չէ՞։ Լավա շանսոնիե չի։ Բոլորն էլ ուզում են հաջողակ լինեն, կապ չունի, որ դուք ձեռն պահեիք մի 20%-ը տենց չպատասխանեց, որ ուզում եմ ասեմ, ձախողակ էլի չեք պատասխանի, միշտ տենց իմաստուն ենք մենք հայերով։ Բոլորն էլ ուզում են։ Գիտեք, Հիսուս Քրիստոս երբ որ եկավ այս աշխարհ, նրա հաջողությունները անմիջապես առաջի օրից չեղան։ Դուք հիշում եք,
երբ որ Մարիամը նշանված լինելով, չէ, հանկարծ հղի գտնվեց իր նշանածի կողմից, Հովսեփի կողմից։ Հանկարծ տեսավ։ Մենք sense բան կարդում ենք, մեր համար հիմա նորմալ է, բայց երբ որ մի պահ պատկերացնում ենք դա լիներ մեր կյանքում, դա սարսափելի բան է։ Վերջերս հետաքրքիր խորհում ենք մենք ու ասում ենք սատանան Հիսուս Քրիստոսին ճանաչում էր ի սկզբանե թե չէր ճանաչում։ Մարդ կար ասեց, հա, մարդ կար ասեց, չէ։ Դուք ինչ եք կարծում, ճանաչում էր իրեն թե չէ։ Թե ընթացքում ճանաչեց։ Երբանից էր ճանաչում։ Չէ, Հիսուս Քրիստոս մարդը երկրի վրա։ Նկատի ունեմ դա, թե չէ երկնային իրականության մեջ ամեն ինչ հայտնի էր։ Տեսեք, կարծիք հնչեց, ասում է 30 տարի, երբ ճանաչեց։ Մոկ երևորեկան էդի ծնվել էր արդեն։ Դու ասում ես, երբ որ ծնվեց, իսկ կարող է դրանից առաջ։ Երբ, ով ասես դեռ չծնված։ Տեսեք, երբ որ արդեն այդ իրողությունը եղել էր, որ արդեն Մարիամը հղի էր, վсё, սատանան ճանաչեց, հասկացավ, որովհետև հենց այդ ժամանակվանից ստի ու կեղծիքի միջոցով փորձեց մարդկայնորեն, ու դա նորմալ է համարվում, չէ՞։ Փորձեց Հովսեփին, պետք էլ չի մի տղամարդու մերձավոր արևելքի տղամարդու, համոզի գիտես, նշանածը հղիա, էլ պետք չի ասես բաժանվի։ Պետք չի։ Նա արդեն գիտի ինչ պետք է անի։ Հովսեփը արդեն ծածուկ որոշել էր բաց թողնի Մարիամին։ Ու ինչ տեղի ունեցավ, եկավ գերբնականը։ Եկավ երազով Աստված հայտնեց Հովսեփին, որ չանես նման բան, այն երեխան, որ Մարիամի որովայնումը դա Աստծո որդին է։ Ու ամեն ինչ վերջացավ ստեղ։ Չնայած հետո, տեսեք, պայքարա գնում, ամեն անգամ պայքարա գնում, ու երբ որ ծնվեց, ինչ տեղի ունեցավ։ Փոքր երեխաների ցեղասպանություն կազմակերպեց հրեաների թագավորը, որ Հիսուսը մեջտեղից վերանա, որովհետև մենք այդտեղ էլ գիտենք, որ սատանան լավ էլ ճանաչում է, գիտի։ Ու տեսեք, Հիսուսը այս աշխարհի վրա ապրելով նույնիսկ անգիտակցաբար պայքարների մեջ էր։ Ինքը երեխա էր, չէ՞, այս աշխարհի վրա, բայց իր կյանքի համար պայքար կար։ Ու նա մեծացավ։ Ինչ եք կարծում, Հիսուսը հաջողակ մարդ է։ Որպես մարդ, աշխարհի վրա ապրող մարդ, կողքից պատկերացրու։ Մենք գիտենք, որ Հիսուսը Աստված է, որպես Աստված հետո մարդացավ, եկավ այս աշխարհի վրա, բայց որպես մարդ այս աշխարհի վրա ինքը հաջողություն գրանցեց թե ձախողություն։ Դու գիտեք, որ այսօր այդ խաչմերուկային օրն է, որ երբ որ մահացավ, թվում է թե ձախողվեց։ Բայց երբ որ հարություն առավ, ամենամեծ հաջողությունը դա էր։ Ու փառք եմ տալիս մեր հայերեն լեզվի համար, այնքան հետաքրքիր լեզու ունենք մենք։ Հենց բառերը արդեն լիքը հոգևոր արմատներ ունեն։ Ինչ է նշանակում հաջողություն։ Մի անգամ հայտնություն եմ ստացել ու կիսվել եմ եկեղեցում։ Եթե ձայնագրությունը լսել ես, կիմանաս։ Բայց մտածել ես ինչ է նշանակում հաջողություն։ Բառը որպես այդպեսին քանդված կարաս տեսնես։ Հաջողություն։ Հաջի բառի հետ կապ չունի։ Այդ բառը կա մեջը։ Այ որ գյումրեցին հաջելի է։ Չէ։ Չէ։ Հն հանեք։ Հն նշանակում է դեպի։ Դեպի աջ ուղի։ Դեպի աջ, ճիշտ ձեռք բարձրացնեմ, աջ ուղի։ Բա ձախորդությունը որն է, ձախողությունը որն է։ Դեպի ձախ ուղի։ Մեղավորներին, որ ասում են ձախ գնաց։ Այսինքն մեղք գործելու գնաց։ Իզուր չի ասվում։ Աստվածաշնչյանը, հոգևորը, ասում է Աստված կգա ու մարդկանց կբաժանի երկու մասի։ Աջ եւ ձախ։ Ուրիշ ձևով ասեմ, աչակողմյան եւ ձախակողմյան։ Հաջողակները, իսկական Աստծո հաջողակները
կկանգնեն նրա աջ կողմում։ Ձախողակները կգնան ձախ, որ գնան ուրիշ տեղ։ Դրա անունը դատաստանն է։ Դրա անունը հոգևոր բանտն է, դժոխքն է։ Ովքեր են ուզում ձեր մեջ հաջողակ լինեն։ Շատացան ոնց որ։ Այսքան մանրամասն որ բացատրեցի, ասացի, sense բաներ է սպասվում, շատացան։ Փառք Աստծո, լավ է ուշ քան երբեք։ Իսկ ես ուզում եմ այդ հաջողության գաղտնիքի մասին խոսեմ, որովհետև այսօր հարության տոն է։ Ուզում եմ ձեր ներսում հարություն առնի շատ բան։ Բայց քանի որ երեք էլ հենց մահվան օր, ուզում եմ որ նաև ձեր մեջ շատ բան մահանա։ Գիտեք ինչ մահանա։ Սխալ բաները, սխալ պատկերացումները։ Հիսուսի մահով թող մեր կյանքի մեջից մահանան այն բաներ, ինչ որ Աստծուց չեն մեր կյանքում։ Այն բաներ, որ կարճած կպած են մեզնից, ուզում են ամեն ինչ անեն, որ մենք ձախողակ լինենք, մենք լինենք ցածրում։ Գիտեք, մի բան կա, մի բառ կա, որ շատ լավ բառ է, բայց կա դրա կեղծը, կա համեստություն։ Համեստությունը լավ բան է, թե չէ։ Իսկ դուք տեսել եք կեղծ համեստություն։ Մենք հայրով շատ ենք տեսել, մեկ էլ լավ թողներ են իքական սերի ներկայացուցիչները, աղջիկները, բայց մի բան պատմեմ, մեկ էլ սենց որ ասենք եղել է իմ կյանքում, սենց սուսիկ փուսիկ աղջիկ ա լինում մեկ էլ հանգարց գալիս է մի երևույթ, որը կոչվում է իրադարձություն, իրադրություն, ինչ որ իրավիճակ է ստեղծվում։ Ու մեկ էլ դու տեսնում ես համեստությունը։ Ու մեկ էլ գամ, սենց ձայնա գալիս։ Ու տեսնում ես, ասում ես, բանոր մի քիչ առաջ քողը փռել է իր վրա։ Սիրելիներ, մենք կանչված ենք լինելու օրիգինալ։ Որ ամեն բան ինչ որ կեղծիք է մեր կյանքի մեջ գնա։ Մենք լինենք այն, որ պիտի լինենք։ Աստված քեզ ստեղծելով չի ստեղծել երկկենցաղ։ Կամ մի հատ կենթանի, որ երկկենցաղ է, մի հատ չէ, շատ կենթանիներ կան, որոնք ջրում ցամաքում կարող մտնեն ջուր, խռիկներ աշխատացնեն հավանաբար, դուրս գան մեջից ու հանգիստ օդ շնչեն։ Կան, չէ՞։ Բայց մարդը այդպեսին չի։ Բայց ցավոք տեսնում ես, որ կան այդպիսի մարդիկ, որոնք բռնված են նման բանով։ Թող այդ կեղծիքները ամեն ինչ այսօր մահանա մեր մեջ։ Եղել է քո կյանքում, որ ժպտացել ես, նոր որ ժպիտի մասն էի խոսում, դու ճիշտ պատասխանը ժպիտն է, որ ժպտացել ես, բայց ներսումդ լացում ես։ Սենց ես արել, բայց ներսդ այդ ժպիտը չկա ընդհանրապես։ Իմ հետ էլ է եղել։ Ստիպված ուզեցել եմ ժպտամ, բայց իմ մոտ դա չի ստացվում։ Գիտեք, ես դերասանության հետ կապ ունեցող մարդ եմ, բայց երբ որ մի իրավիճակի մեջ եմ, կյանքում չեմ կարող ուրիշ բան ցույց տամ։ Այ դրանից վատ եմ։ Բեմի վրա կխաղամ դա։ Ոչ քարոզի ժամանակ։ Եթե դեր տան, ասեն դու խաղա, ասենք բացասական դեր։ Այս վերջերս տվեցին խաղացի։ Կարողա դուք եք տեսել, չեք էլ իմացել, որ դա ես եմ։ Մենակ ձայնս էր։ Չեմ ասի, վերջում կասեմ այդ ինչա։ Մենակ ձայնս էր։ Աստծուն խնդրեցի, որ կարանամ, որովհետև այնպես կեղծեր, քանի որ այտենց ձայները, տարբեր ձայներ հանելուց լավ եմ, գնացեք տեսեք Սուրբ Ծննդյան արարողությունը Երևանի եկեղեցու, այն չարի դերը այդ ձայնը ես եմ հանել։ Այնպես դժվար էր։ Ասի Աստված ջան, խնդրում եմ, օգնի սրա ձենով խոսամ։ Բայց մի պահ արդեն սենց ու ապստամբություն է ինքը բարձրացնում Աստծո դեմ։ Ու ես այդ խոսքերը խոսում եմ, ասում մեռածին էլ է, նա ինչեր է խոսում։ Այնքան ենք ծիծաղել այդ զայնագրության ժամանակ չեք պատկերացնում։ Վերջում քանդում եմ, ասում եմ, Հիսուսի անունով քանդում եմ քո խոսքերը։ Ես խոսում եմ, ես քանդում եմ։ Ու վախենում եմ էլ պահի տակ։ Բայց ես կյանքում էլ է նման բաներ լինում, որ դու չես ուզում մի բան խոսես, խոսում ես։ Զզվելի բան է։ Գիտեք, բայց այնքան լավ է ազատ ապրելը։ Այսօր հարության օր է, որ հարության զորությունը մտնի ձեր կյանքի մեջ։ Գա իսկական հաջողությունը, որտեվ կա վատ հաջողություն։ Չակերտավոր։ Սատանան կարող է գա առաջարկի կարճ ճանապարհ։ Ասի սենց արա, հաջողակ կլնես։ Բայց որն է իրական ճանապարհը մի քիչ ավելի երկար։ Ով է հիշում Հիսուս Քրիստոսի եւ Սատանայի դիսկուսիան, խոսակցությունը այս երկրագնդի վրա։ Դու գիտեք, հաջողություն էր առաջարկում, բայց աճ բառի հետ կապ չուներ այդտեղ։
Ինքը ցախ ճանապարհներով հաջողություն էր առաջարկում Հիսուսին։ Հիշեցիք։ Մի հատ երկրպագի ինձ այն ինչի համար որ եկել ես, քեզ կտամ։ Ինչի համար էր եկել։ Այս աշխարհը գրավելու համար էր եկել, բայց ում ձեռքից հենց սատանայի։ Ինքը կարճ ճանապարհ, գիտեք, ներողություն արտահայտությանս համար, երբ որ դու քո ականջը պիտի սենց բռնես, քորես, սենց կարճ ճանապարհ կա, ով է սենց անում։ Ասում եմ սենց ավելի հարմար է։ Չէ, հաստատ սենց, չէ, կարճ ճանապարհ։ Անգլերեն ինձ լավ է հնչում, չգիտեմ ֆրանսերեն ոնց կլինի, shortcut։ Կարճ ճանապարհ, հոп, մի անգամից բռնում ես։ Այդ էս ճանապարհը, ասես մի անգամից սենց ծնկի, երկրպագի, այն ինչ որ ուզում ես, ինչի համար որ եկել ես, քոնն է։ Հիսուսը ընտրեց երկար ճանապարհը։ Ասեց ես հաջողության հասնելու եմ ավելի երկար ճանապարհը, որը կոչվում է աստվածային ճանապարհ։ Ու աստվածային մի քիչ թեկուզ երկար, կարելի ասել փշոտ, քարքարոտ, խաչի ճանապարհով հասավ դրան։ Կարող է քեզ էլ նույնպես փսփսա սատանան նույնն է 3 այսօր եւ հավիտյան, Աստված էլ է նույնը 3 այսօր եւ հավիտյան։ Քեզ փսփսա ականջիդ, ինչ որ մի նպատակի հասնելու համար, հեսա։ Ինձ եղել իմ կյանքում եղել է նման բան։ Որ հենց իմ ուզած բանն է եղել։ Չեք պատկերացնում ինչ։ Որ իմ ասեմ կարող է զարմանալի թվա։ Գիտեք, այս շենքը վարձով է։ Ստեղ եկեղեցին, հայկական էս եկեղեցին հավաքվում է վարձով։ Նույնպես եւ Լիբանանում, երբ որ գնացի, շատ ավելի աղքատություն, մարդիկ փախստականներ էին, Սիրիայից եկած։ Ամեն մեկը նորմալ տան մեջ չի էլ ապրում, իրար վրա լցված։ Դուք պատկերացնում եք պատերազմից փախած ու նման մարդիկ են եկեղեցու անդամները։ Եկեղեցին էլ հովանավոր չունի դրսից։ Այն ֆինանսները, որ մենք հավաքում ենք, հազիվ են, որ չերել հերիքում ընդհանրապես, որ վարձ տայինք նույնիսկ։ Ու այդ պահին դուռ է բացվում մեր կյանքում, այստեղ օգտագործում են հաջողության դուռ բացվեց։ Ասում են, արևմտայերը ասում են, Աստված մի դուռ բացեց։ Ու մի անձնավորություն, ծառայող անձնավորություն, ասում է, ուզում եմ սևակ, ճշտես, Լիբանանում ինչ արժի եկեղեցու շենքը։ Ինձ ճշտել պետք չէր։ Այն եկեղեցում արաբական, որ մենք հավաքվում ենք հայերով, գմբեթով, sense բարձր եկեղեցի էր։ Ես գիտեի, որ արաբները առել են $1 միլիոն։ Ու դա առել էին մի քանի տարի առաջ։ Դրանից առաջ ուզեցել էին այդ եկեղեցու շենքը, պատկերացնում եք, այստեղ շատ տարածված բան է, մանավանդ Հոլանդիայում ես տեսա աչքերովս ոնց են եկեղեցին առնում, դարձնում խանութ։ Իսկ դա հայկական եկեղեցի էր եղել, ավետարանական եկեղեցի էր եղել։ Ուզեցել էին առնեն, դարձնեն կոշիկի գործանան։ Մի տատիկ, որը եղել էր այդ եկեղեցու անդամ, ասել էր սիրտս էլ հետը կթաղեք ու կտանեք, եթե հանկարծ այս եկեղեցին դառնա գործարան։ Դուրս էր եկել 7 անգամ շրջել էր կողքը, ասել էր դու պիտի մնաս եկեղեցի։ Ու հենց այդ պահին արաբները, քրիստոնյա արաբները, ավետարանական, ֆինանսապես օրհնվում են, գալիս են դա վերցնում են։ Ու վրան գրված էր կյանք։ Ես էլ առաջին անգամ որ ես տեսա, լայվ էր գրած կողքը սենց սիրուն նախշերով, հովվեձիքի հետ էինք, ասեցի, մնում է գրենք word of life։ Ու կողքով պարզապես անցել ենք։ Ու ընդհանրապես այդ թաղը չէինք ապրում ենք։ Տարիներ հետո այնց ստացվեց, որ մենք այդտեղ եղանք։ Պատկերացնում եք, բայց հիմա ինչն է հետաքրքիրը, որ այդ կինը ինձ ասում է, ինչքան է, ասում եմ $1 միլիոն, ասում է, ես ընկերներ ունեմ, սպոնսորներ ունենք, մի բան կանենք, ձեր համար անպայման կառնենք այդ $1 միլիոն շենքը։ Ոչ այդ եկեղեցին ուրիշ տեղ, ուրիշ մի բան հաստատ շինություն կգտնվի։ Էլ ինչ է պետք։ Որ դրանից հետո էլ ինչ է պետք։ Լսեք, ես մեքենա չունեի, ինքան էի քայլել։ Երեխայից գրկած այնքան էի քայլել, ծնկներս մաշվել էին։ Իրականում ցավից մխկտում էի ու աղոթքով բժշկվել եմ ես։ Այնքան եմ քայլել, որ ասեց, մեքենա ունես այդ կինը։ Ասեցի,
Հավատացեք, կարող է զարմանալի մի քիչ էլ աննորմալ տպավորություն ձեր վրա թողեմ։ Մի անգամ մեքենա տեսա փայտերը մեջը, կտրտած, ջարդած փայտեր էին լցած, ասի ես սկի սա չունեմ։ Ինչ են փայտ լցրել մեջը, պահեստ էր դարել այդ մեքենան։ Տեսել եք փողոցներում տես մեքենաներ։ Նույնիսկ դա նկատեցի։ Այդ վիճակի մեջ ես լինում դու։ Ու քեզ առաջարկում են $1 միլիոն չենք։ Եվ ասում են, էլ ինչ կարիք կա, մեքենա ունես, ասում եմ, չէ։ Ասում եմ $16,000 լավ մեքենա կառնես։ Լսեք։ Իմ ընկերը $1,000 էլ էր առել։ Ճիշտ է, քշում էր, բրթում էր, բայց առել էր մարդը։ Ու ես ասեցի, խնդրում եմ ինձ ժամանակ տուր աղոթեմ, տեսնեմ Աստված ինչ կասի։ Ու ես գնում եմ աղոթելու, ու Աստված խոսում է։ Ունես բանախոսում ինձ հաճելի չի։ Ասում է հանկարծ մի ժամ էլ չլսես իրանց։ Մերժի, ասա ոչ։ Ասա ոչ։ Ու ես զանգում եմ, այն ժամանակ Skype կար։ Skype, հիշում եք, օղորմի։ Skype-ով զանգեցի, ասեցի, որ պետք չի, որովհետև Աստված մերժել է, նույնիսկ խոսք եմ ստացել, իրանց չասեցի այդ խոսքը։ Ասեմ կվիրավորվեն։ Նրանց անգամ մի ժամ էլ մտիկ չանես։ Նրանք եկել են քո ազատությունը լրտեսելու, Աստվածաշնչյան խոսքերով, Աստված խոսած։ Դու կկապվես, եթե իրանք քեզ շենք տան։ Ես ասեցի ոչ։ Դուք տեսնեք այդ ոչից հետո ինչ կատարվեց։ Վիրավորական խոսքեր։ Տո հիմար։ Ծառայողա։ Նորից եմ շեշտում։ Տո հիմար եկել ենք քո կյանքում օրհնություն էինք ուզում լինենք, դու հիմարաբար մերժեցիր։ Ես ավելի մյուս բառերը արգելված է եկեղեցու մեջ տես բաներ ասեմ։ Հիմարը լավագույնն է։ Կյանքում լսել ես, որ հիմարը լավագույնն է։ Հիմարը ամենակարելի բառն է։ Ու Skype-ում գրելով, եթե իմ account-ը անեմ, կտեսնեմ նորից այդ բառերը։ Դաժան։ Դու ով ես, այան հասկացող։ Ասում Աստված, ես ինչից ազատեցիր։ Պրծա։ Երևի շատ ուշադիր էի հայր մեր աղոթե։ Քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Քո հաջողությունը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա, եւ ոչ թե իրանց տված հաջողությունը։ Ինչ էին անելու չեմ կարա երևակայեմ։ Ինչ ասես։ Երևի իրանք էլ կթելադրեն ես եկեղեցու մեջ ինչ պիտի քարոզեմ։ Իրանք էլ կդառնային իմ կյանքի Սուրբ Հոգին երևի։ Ամեն ինչ չի որ քո կյանքում կտրվի քեզ կարճ ճանապարհով, short cut-ով ասեմ անգլերենով, չգիտեմ, ֆրանսերեն, չգիտեմ ինչ, մի j կլինի, j short cut, մի բան հնարեցի։ Ուղղեմա։ Հա, մոտավորապես։ Քեզ կառաջարկի։ Ու դու կասես, «Փառք ես Տեր ջան, երկար ժամանակ աղոթել էի սրա համար»։ Հարցրը Աստված ջան, քեզանից է թե քեզանից չի։ Ներսումդ Աստված կարա տրտմության նշաններ ցույց տա, որ հանկարծ չվերցնես սա։ Սա թակարդ է։ Սա թակարդ է։ Հետո անցավ ժամանակ, այդքան անպատիվ խոսքերից հետո, այդ ժամանակ ոչ մեկ չէր ճանաչում։ Կովիդից հետո, երբ որ երկերով, քարոզներով մարդիկ փրկվեցին, այդ ծառայողի հարազատները բոլորը փրկվել էին իմ միջոցով։ Ու ինքը մոռացել էր ինձ ինչ խոսքեր էր ասել։ Ինքը մոռացել էր, եկավ ասեց քո նման հովիվ, վաու։ Ասեց բոլոր հարազատներս, բոլոր չէ, այդ հարազատները փրկվել են, քո միջոցով օրհնվել են, կարան կանչեն քեզ հյուրասիրության։ Կանչեցի միտեղ, ես էլ ներել եմ իրան։ Կանչեց հյուրասիրության ու մտքիս մեջ ասում եմ, Տեր Աստված, միթե մոռացել է ես ով եմ։ Ես են հիմարն եմ, Ես են աննորմալն եմ, Անխելքն եմ, որ ես հրաժարվեցի այդպես բանից։ Ես փառք եմ տալիս, որ հրաժարվել եմ։ Այդ պանիրը թակարդի վրա էր։ Այդ $1 միլիոն պանիրը։ Հաջողության համար մի հետաքրքիր հասկացողություն է մեզ պետք, որ դու իսկական աստվածային հաջողություն ունես այս աշխարհի վրա, որ վերևից էլ օրհնվածն ես, ոչ թե ինչ որ կարճ ճանապարհներով մարդկային հաջողությունների հասնես, բայց դա լինի սատանայական ու մի տեղից դուրս գա։
Մինչ որ վատ բան տեղի ունենա ու ասես Աստված ջան, ինչի համար սենց եղավ, բայց որովհետև անիցիալ ճանապարհներով էր, օրհնյալ ճանապարհներով չէր։ Դրա համար մի բան կա։ Եկեք մի հատ տեղ կարդանք Աստվածաշնչից ու մտածենք սա ինչի համար է եղել։ Ղուկաս ավետարան 9-րդ գլուխ 59-ից 62 խոսքերը։ Ես հիմա կարդում եմ Աստվածաշնչի ամենատարօրինակ տեղերից մեկը։ Տարօրինակ թվում է, բայց ինքը հիշեք Հավիտյան, ինչքան տարօրինակ տեղ գտնես Աստվածաշնչում, դառնում է յուրօրինակ։ Այնքան եղեք կարդացում, ես ինչա գրած, Աստված ջան։ Կաուա սխալա։ Ոնց կարա Հիսուսը սենց բան ասի։ Ու տեսեք Հիսուսն ինչ ասում։ Մի ուրիշին էլ ասեց. Իմ ետևից եք, եւ նա ասեց. Տեր, հրաման տուր, որ առաջ գնամ իմ հորը թաղեմ։ Պապա մահացած է։ Ովքեր են հայեր ստեղ, Մերձավոր Արևելքի ժողովուրդ, հայեր, թասիբով։ 4 հոգի է հայ։ Բոլորը հայ են, չէ՞, մեծամասնությունը հայ են, չէ՞։ Կարող ուրիշ ազգեր լինեն, բայց մեծամասնությունը հայ է։ Դուք պատկերացնում եք օրինակի համար։ Ենթադրենք, քո ղեկավարը, եկեղեցու հովիվը, ծառայության պատասխանատուն, եթե քո հետ խոս ասի, արի գործ կա, ծառայություն կա, բայց հանկարծ պարզի, որ քո ծնողն է մահացե, Աստված շանի, թող ճիշտ ժամանակին ամեն բան լինի։ Ինչ կասի։ Կասի ոչինչ։ Պապա տա մահացե, խնդիր չկա, արի այդ ծառայություն ունենք անելու։ Քարոզի պիտի գնանք փառաբանության։ Դուք պատկերացեք ինչ հետաքրքիր բան է ասում Հիսուս, ասում է։ Հիսուսը նրան ասեց, թող մեռելները իրենց մեռելներին թաղեն, իսկ դու գնա Աստծո արքայությունը քարոզի։ Աստված ջան, ինչի համար։ Պատճառը ո՞րն է, որ Հիսուսը թվացյալ ոնց որ չհարգի այդ մարդու ծնողի թաղումը, ասի մի հատ էլ ասի այդ թաղողներն են մեռել են, ողջ մեռելներն են, թող այդ թաղողները գնան թաղեն, այդ մեռելները թող քո պապա մեռելին թաղեն, դու արի գնանք Աստծո արքայությունը քարոզի։ Ո՞վ է քրիստոնյա։ Բայց Հիսուսը ինձ պատվիրան է տալիս, է։ Պատճառը ո՞րն է։ Ես որ կարդացի շատ զարմացա, բայց սա խոսում է նվիրվածության մասին։ Ես ուզում եմ այսօր սրտիդ մեջ գրես, այսօրվա քարոզ հենց նվիրվածության մասին է։ Որտեվ նվիրվածությամբ դու կարաս մի քիչ թեկուզ ճանապարհները երկարացնես, բայց հասնես իսկական հաջողության։ Նվիրվածությամբ հասնես իսկական հաջողության։ Աստծուց տրված հաջողության, որտեվ մյուսը հաջողություն չի, այնի ձախողություն է, այնի թվացյալ է, այնի կեղծ է, այնի կործանիչ է։ Մյուսը Աստծուց տրված, թեկուզ մի քիչ անտրամաբանական թվա քեզ։ Ասես, բայց ինչի համար։ Ես ենթադրում եմ, եթե այս մարդը հանկարծ Հիսուսին պատասխաներ, խնդիր չկա։ Հիսուս ջան, ոչինչ, պապա իսկ թաղեն, ոնց էլ լինի, այդ թաղումը կկազմակերպեն, ես կգամ քո հետևից։ Դու գիտեք, որ երկրագնդի վրա Հիսուսին զարմացնել եղել է։ Ասում եմ, Հիսուսը զարմացավ եւ ասեց. Իսրայելի մեջ այսպիսի հավատք չգտա։ Եղել է Հիսուսին զարմացնել։ Կարող է սա էլ հերթական պատմությունը լիներ, որ Հիսուսին զարմացներ, թե չէ։ Թե հնարավոր չի։ Միգուցե։ Երբ էր ով կհիշի, որ պատմության մեջ էր, որ Հիսուսը զարմացավ։ Գիշեք։ Մերսի բոկու։ Ինչ լավ է Ֆրանսիայում եմ գտնվում։ Երբ որ ասեց մի հոգնի, խնդիր չկա, խոսքով ասա, ուր գաս հոգնես հասնես մեր տուն, խոսքով ասա, գնամ տեսնեմ լավացել է, ու գնաց ասма, այդ ժամանակ իսկույն, հենց որ Հիսուս ասեց, գնա քո հավատքի պես լինի, այդտեղ զարմացավ, ասում Իսրայելի մեջ հենց հավատք չկա։ Միգուցե ստեղ էլ, երբ որ այս մարդը ասեր ոչինչ խնդիր չկա, դու ես ասում Հիսուս ջան, գալիս եմ քո հետևից, թեկուզ անտրամաբանական է, թեկուզ անթասիբ հարց է։ Ճիշտ եք, չէ հասկանում այդ բառը, արաբերեն է, բայց կհասկանաք հաստատ։ Պատիվ չի բերում, չէ, դու երեխեն ես,
Չէ որ Հիսուս ջան, դու ես ժամանակին պատվիրել, պատվիր հորդ եւ մորդ։ Հիմա ասում ես պապաս մահացել է, չգնամ թաղման, բա չի հակասի իրար։ Իսկ միգուցե սենց լներ։ Հիսուսը կասեր. «Օ, եկար դու։ Գնանք, հենց հիմա, մինչև քարոզելը կամ քարոզի առիթ դարձնենք քո պապայի հարությունը»։ Ինչ գիտես։ Ինչ կսպասվեր։ Չի եղել հարություն չի տվել մեռելներից մարդկանց։ Այսօր հարության տոնը։ Կարար հարություն տարասեր գնացինք տղա։ Քո հավատքի պես չգտա։ Գնացինք հենց հիմա պապայիդ հարություն տանք ու ավետարանը կքարոզվի ինքնստինքյան։ Ոնց որ Ղազարոս հարություն արավ։ Հաջորդը հլտեսեք ինչ հետաքրիր տեղը։ Մի ուրիշին էլ ասեց Տեր քո ետևից կգամ միայն թե առաջ հրաման տուր ինձ, որ իմ տանը բարև մնա ասեմ։ Նորմալ է բարև մնա ասելը, ժողովուրդ ջան, հաջող անելը։ Երեք էլ ասեցի, չգիտեմ, այստեղ լսել եմ, բիզու։ Նորմալ է, չէ՞։ Սիրել եմ ոնց որ այս բառը։ Լավ է հնչում։ Գնամ ասեմ հաջողություն կամ քո ետևից։ Հիսուս ջան։ Մատ փաթաթվեմ երեխեքիս, կնոջս, չգիտեմ, հորս, մորս, փաթաթվեմ ասեմ, բարով մնացեք ու գամ քո ետևից։ Նորմալ է, թե նորմալ չի։ Նորմալ է, չէ՞։ Հիսուսն էլ նրան ասեց. ոչ ոք ձեռքը մաճի վրա է դնում եւ ետևի մտիկ անում, ով որ ասма, ձեռքը մաճի վրա է դնում ու հետևի մտիկ անում, հարմար չի Աստծո արքայության համար։ Խնդրում եմ եկեք իրար հետ ասենք հարմար։ Եկեք ասենք հարմար մարդ։ Դու գիտեք որ հարմար մարդ կա։ Հիսուսն է այստեղ ասում։ Կամ անհարմար մարդ։ Դու գիտեք մաճը մոտավորապես ինչ է։ Ով կա գյուղից գութանը, օրինակ գութանը, առաջվա գութանը մանավանդ, երբ որ եզի ետևից կախել են, նաև ուղղություն են տվել։ Ուղղություն, այսինքն բռնել են, որ եզը գնա, այդ ուղղության վրա այսինքն մարդը ուղղակի բռնել է, որ եզը այսինքն քանդելով գնա առաջ։ Բայց դուք պատկերացնում եք, ով է Թորիկ ֆիլմը տեսել։ Ասենք գութան բռնողը Թորիկը լիներ։ Տեսել եք Թորիկը ոնց է գնում ճանապարհներով։ Այսպես չէ, բաներին նայելով, sense աղավնիներին նայելով, չէ, դες գնում է։ Հիմա, եթե նման մարդ լինի, այդ հողը չի փորվի։ Կմնա խոպան։ Չի մնա խոպան, եզը քաշիկ տանի չգիտես ուր։ Դու պետք է ուղղություն ցույց տաս։ Ասում եմ հիմա ես մի հատ պատկեր եմ ցույց տալի, ուզում եմ որ ջարդվի։ Եթե դա ջարդվի, դուք կլինեք հաջողակ մարդիկ։ Շատ հաջողակ մարդիկ։ Ով է ուզում հաջողակ լինի, մի հատ նորից կեսից քննություններ են կանցնել, ստուգարկ։ Ստուգված է, ստուգված չէ։ Գիտես, sense մարդիկ կան, այսպես։ Գործն է, այնի գործն է որ պետք է անի, բայց ինքը sense է, նայում ուրիշ տեղ։ Օ։ Այնտեղ գործ ունի անելու։ Ղովտին ով է հիշում։ Դուք հիշում եք ինչ իրան գրավեց։ Վաու, այս ինչ քաղաք է։ Սոդոմն ու Գոմորին սպասում են։ Ես պետք է գնամ այնտեղ։ Աբրահամն էլ ասեց, լսի, որտե ուզում ես գնա։ Եթե վերև գնաս, ներքևը կգնամ։ Եթե աջ գնաս, ձախ կգնամ։ Իմ հաջողությունը ոչ աչից է, ոչ ձախից է, ոչ վերևից է, ոչ ներքևից է։ Իմ հաջողությունը Աստծուց է։ Նկատի ունեմ հյուսիս հարավ, խաչմերուկ։ Ոչ մեկից չի։ Ուր էլ գնամ, ու գիտեք ուր է գնում։ Ղովտ ընտրեց աչքերին հաճելի տեղը, Պարի, մոտավորապես օրինակ ասենք, դե Պարի, ինքն էլ դե տակի։ Ընտրեց հարավը, ասում է գնաց մամբրի կաղնիների մոտ բնակվելու։ Հաստատ իմացեք, եթե լավ տեղ լիներ, Ղովտը բաց չէր թողի դա։ Ուրեմն լավ տեղ չէր, չէ՞, կաղնիների մոտ, գնացել է բնակվելու այնտեղ։ Հետո գիտեք ինչ եղավ։ Պատմությամբ ուսումնասիրել եմ։ Հետո Քանանի երկիր կոչվածը, որ կաթ ու մեղր բխող երկիր էր, օրհնության երկիր էր, հարստության երկիր էր, որ ազգերը եկել էին գրավել են հենց այդ մամբրեի կաղնիների տարածքն։ Կապ չունի ուր ես գնում դու, երբ որ դու Աստծո հետ ես,
ու Աստծով ես առաջնորդված եւ Աստված է տանում, Աստծուն ես հետևում, դու հաջողակ ես, կապ չունի։ Աչքովս տեսած բան եմ իմ ասում։ Կար մի վայր, ընդհանրապես դու գիտեք բանտերը որտեղ են կառուցում, բանտերը։ Կամ շոկ, հիշեք Հայաստանը օրինակ, եթե այդտեղ չգիտեք։ Հայաստանում կամ ցուրտ տեղեր են կառուցում բանտեր, օրինակ Արթիկում, կամ էլ շոկ sense տափաստանային տեղերը Սովետաշենում։ Այնտեղ աղբանոցն, այնտեղ բանտն է, ես ծառայել եմ մի հատ զորամասում, որի կողքը բանտներ ահա որ էր ուղակի։ Մի վկայություն ցույց տվեցին ինչ որ մի հատ քաղաքում, որտեղ ահա որ տեղում բանտ կար։ Հանկարծ ինչ որ մեկի միջոցով, մի անձնավորության միջոցով արտնությունը մտել էր այդ բանտ։ Բոլոր բանտարկյալները, հանցագործները ապաշխարել էին, ընդունել էին Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ։ Արդեն բանտը գիտեք ինչ էր դառը, եկեղեցի։ Բանտի այդ աշխատողները, բոլորը ծառայողներ են արդեն։ Դուք տեսնեք այդ բանտի, այդ քաղաքի, այդ տապաստանային քաղաքի կլիման ոնց էր Աստված փոխել։ Հետաքրքիր չի։ Անապատային տարօրինակ տեղ, որը կանաչ չուներ, ընենց միրգ բանջարեղեն էր հասնում, կրկնակի մեծության դեղցերը, խաղողները ես անձամբ տեսել եմ ու այդ վկայությունը, ասեմ նորմալ չի։ Մի sense խաղողը վերցնում էին, լցնում են, մարդը չէր կարողանում վերցնել։ Ով կգնար այնտեղ կապրեր, ոչ մեկ, բայց հանկարծ մի հատ հանցագործ վայր, որ կոչվում է բանտ, չէ՞, մարդկանց տանում պատժում են այնտեղ, այդ պատժի վայրը դառել է օրհնության վայր։ Ուշադիր նայեք։ Դուք որ նայում եք ու նայում եք այս երևույթին, դուք ինչ եք տեսնում։ Օրհնություն թե անեծք։ Հայեր, քրիստոնյաներ, եթե ես ասեմ սա անեծք է, կարող է ինձ ասեք, «Էս ինչ ես խոսում, տղա ջան»։ Բայց Աստվածաշունչը գիտեք ինչ ասում, ասում է անիծյալ լինի փայտից կախվածը։ Անիծյալ լինի։ Էտո վեր անիծյալ եղավ որ փայտից կախվեց։ Դա մարգարեություն էր։ Դա Հիսուսի մասին էր։ Ինչ եք կարծում, մնաց անիծյալ։ Քանի որ հարություն առավ մեռելներից, հարության զորությունը մխրճվեց, սրան նայելով արդեն մենք օրհնություն ենք մենակ տեսնում։ Քեզ բռնացրու, որտեղ խաչ տեսնում ես, զգում ես, որ ինչ-որ լավ բան է։ Չէ, ուրախանում ես, թե տխրում ես։ Վայ խաչ։ Ով է խաչի կողքով անցնում, ասենք մի քաղաք ես գնում, կամ վերևում լույսով sense խաչեր են, չէ՞ դնում։ Sense տեսնում ես վայ խաչ։ Դու գիտեք, որ տենց առաջ տենց էր ասում են վայ խաչ։ Գիտեք ինչի համար վայ խաչ, որովհետև տեսնում են մարդիկ պատժված, կախված, արնատ քամ են լինում մինչև վերջի կաթիլ արյունը։ Ոնց դարձավ օրհնություն։ Մենք sense բացասական իրավիճակներով ապրում ենք, ձախողակ։ Վերևից իջավ Աստծո որդին, այդ մեր բացասական իրավիճակի մեջ դարձրեց դրական։ Ու հենց խաչն էլ հենց դրական նշան է։ Փառք Հիսուսին, եկեք ծափ տանք նրա հարության համար, ու նրա հարության զորությունն է մրճակում ձեր կյանքում։ Վերադառնամ այս խոսքին, որ ասում է անհարմար է Աստծո արքայությանը։ Սիրելիներ, այսպես չես կարա դու նվիրյալ լինես։ Դու այսպես երկու բան չես կարա անես, ասում է երկու տիրոջ երբեք չես կարա ծառայես։ Դու sense նվիրյալ չես տեսնի, նվիրյալ այս է։ Իր գործի վրա կենտրոնացած։ Մի րոպե ես պետք է հաղթեմ սրան։ Մի րոպե ես սա պիտի անեմ։ Ու դու նվիրվում ես քո ամբողջ ուժով, ու քրիստոնյաներ բարի լուր ունեմ ձեզ։ Դու ամբողջ ուժ չունես, դու ավելին ունես, քան ամբողջ ուժը։ Որովհետև Աստված ասում է ոչ ուժով, ոչ է զորությամբ։ Ով ունի ուժ, զորություն sense, մոտավորապես։ Մենք ուժ ունենք բոլորս։ Վախենում են արդեն ձեր բարձրացնել։ Մենք բոլորս ուժ, զորություն ունենք։ Գիտեք, իմ երեխան ֆուտբոլիստ է։ Իրան գիտեք ինչ խորհուրդ եմ տալիս, ասում եմ դու լավ պիտի պարապես, նվիրված պիտի պարապես, նվիրված։ Բայց քո նվիրումը մենակ չի փրկի։ Դու երբ որ կհարվածես այդ գնդակին, ասա ոչ ուժով է, ոչ զորությամբ, այլ իմ հոգով։
ու մի հատ տուր։ Գիտեք ինչ կարա լինի։ Հրաշալի բաներ։ Ես դες բաներ այնքան եմ փորձել։ Իմ ուժն ու զորությունը չեն ներել։ Մտքում ես դրել եմ այդ բանը, ու ասել եմ, «Էսի ես պիտի անեմ»։ Աստվածային բանի մասին նա խոսքը։ Վատ բաների մասին չի խոսքը։ Կողքից ասել են, «Ցնդած ես դու»։ Էս ինչ ես խոսում դու։ Ոնց կարա նման բան տեղի ունենա։ Ասում եմ, հիմա դու կտեսնես։ Դու կտեսնես, սա նվիրման արդյունք է, սա որոշման արդյունք է ու կպսակվի հաջողությամբ։ Ես անելու եմ սա։ Ունենց բանա տեղի ունեցե, իմ կողքինները, հարազատները, գիտեք, մի հատ ամենասիրածս, չգիտեմ, այդ ընդհանրապես հեռախոսների մեջ սմայլիկներ, էմոջիներ կան, չէ՞։ Այդ էմոջիները էսի կա թե չէ։ Այդ չգիտեմ, կա թե չկա, ինձ թվում է այդ տիպի չկա, ինչ որ ես ցույց տվեցի։ Բերանը բաց ասա։ Ես ուզում եմ տեսնեմ այդպես դեմքեր։ Աստված այդպես պիտի անի։ Ինձ թվում է այս տղան եթե լսեր Աստծուն, գնար նրա հետևից, վերջում կարող է պապան դուրս գար դիմավորելու։ Թող գնամ հաջող անեմ։ Մի հատ եղբայր, որի պապան մահացել է, դու գիտեք, Հայաստանում 2-3 օր կարան սպասեն։ Դիակը կարա մնա։ Լիբանանում շատ տարօրինակ է։ Հաջորդ օրը պիտի տանի թաղեն։ Ու դա մի քիչ աստվածաշնչյան է, որ ասում է մայր չմտնի հանգարց եւ այլ շատ արագ են տանում թաղում։ Մի ծառայողի, փառաբանության ծառայողի մասին եմ ուզում պատմեմ, որ իր պապան մահանում է, հենց պապան մահանում է ու ինքը պատասխանատու է լինում այդ եկեղեցում փառաբանություն անցկացնելու։ Ու ինքն է պատմում ինձ։ Լուրջ մարդ է։ Ասում է, այդ օր ասեցի, ոնց գնամ ես, պապաս է մահացել։ Ու Լիբանանում է դա։ Ժամանակ շատ չունես։ Թաղումը շատ արագ է։ Բայց ասում եմ, որոշեցի գնամ։ Ոչ մեկ ինձ եկեղեցում չէր սպասում։ Գնացի, ասում եմ, դուռը բացեցի, մտանես, Աստծո ներկայությունը իջավ եկեղեցու վրա։ Մարդիկ չգիտեմ ինչերի մեջ են գան։ Հրաշքների ու նշանների մեջ։ Գիտեք այդ որն է զոհը։ Տիրոջը ուրախացնելը, զարմացնելը, նվիրումը, այս է հաջողությունը։ Ով է ուզում հաջողակ լինի, ընթացքին փառք Աստծո ավելի շատացան։ Մնաց 3-4 հոգի, որ ձեռք չի բարձրացնում։ Ես չեմ իջնի բեմից, մինչև այդ 3-4 հոգին չբարձրացնեն ձեռք։ Հեսու, ինչ լավ է, որ Հեսու անունով մեկը կաստե։ Հեսու 3-5 ով էս խոսքը անգիր գիտի։ Եվ Հեսուն ասեց ժողովրդին. սրբեք ձեր անձերը, որովհետև Տերը էգուց վաղը ձեր մեջ հրաշքներ է անելու։ Ես ուշադրություն դարձեցի սրբեք բառի վրա։ Սա սեղան չի, որ սրբես։ Տուն չի, որ մաքրես սրբես։ Սա վերաբերում է անձերին, ինչ նշանակում անձերը սրբեք, վաղը Աստված ձեր մեջ հրաշքներ անելու։ Էս ինչ է։ Ու խորացա։ Քանի որ ես սովորել եմ նաև եբրայերեն ու արաբերեն, նման են իրար, շատ նման լեզուներ են։ Հիտկադաշու բառն է այստեղ գրված, որ սրբվեք։ Գնացի նայեցի, ասա, տեսնեմ, այդ ինչ է, ինչ բառ է։ Այդ ինչ է, որ ինձ կարա հրաշքներ բերի իմ կյանքում։ Որ ես ես սա անեմ, մանավանդ հիմա սա 5 տակարանա, իսկ ես հիմա Հիսուս ունեմ։ Ես Հեսու չունեմ, ես Հիսուս ունեմ։ Հիսուսով ինչ կարա գա իմ կյանքի մեջ։ Ես տեսա ամբողջական նվիրաբերում բառն է։ Ասма նվիրվեք ու տեսեք ոնց եմ ես ձեր կյանքում հրաշքներ անելու։ Հիմա ժողովուրդ ջան, որ ձեզանից յուրաքանչյուրի սիրտը քննենք, ուղեղը ասենց փորձենք կարդանք իր մտքերը, բոլորը հրաշք են ուզում։ Չկա մարդ, որ հրաշք չուզի։ Սկսած Էմանուել Մակրոնից։ Բոլորը հրաշք են ուզում։ Հավատացեք, չկա տենց մարդ։ Բոլորը հրաշք կուզեն։
Ես ուզում եմ ասեմ, ես երկրի ղեկավարից հարգում եմ։ Քաղաքականության մասին չի խոսքը, հարգում եմ։ Բոլորին հարգում եմ ես։ Բոլորը հրաշք կուզեն, բայց Աստված պայմանը տվել է. նվիրաբերեք ամբողջական ձեզ, ուրիշ բառելա գրած, սրբվեք, հայերենը սրբվեք է թարգմանված։ Բայց այդ սրբելը այդ ինչն է։ Այդ դրա համար, երբ որ մենք նայում ենք սուրբ, դու ուրիշ բան ես պատկերացնում։ Կրոնական բառերը, աստվածաշնչյան բառերը մենք շատ խորը չենք պատկերացնում, դա ի՞նչ է նշանակում։ Հենց որ ասենք սուրբ, ի՞նչ կմտածեք։ Չէ, այդ բառը չէ։ Հայեր սուրբ, ինչ է նշանակում։ Ասենք գիտեք գյուղացու եմ ասել, սուրբ ասում է, հա մեր են գյուղին բանը, քարի բան ասենց, եկել են մարդիկ այդ աղոթք են արել, էդի սուրբն է մեր գյուղի։ Ես էլ եմ լորեցի։ Մեր սուրբն է։ Սպիտակի կողմերում սուրբ կա։ Կա, հաստատ կա։ Ժողովուրդ, մարդիկ տենց են պատկերացնում, բայց Աստվածաշունչը սուրբ բառին գիտեք ինչ ասում։ Հատուկ նպատակով առանձնացված, նվիրված մեկը։ Երբ որ Աննան իր միակ զավակին տվեց, Սամուելին տվեց, առանձնացրեց, ասեց, թող ինքը գնա, հատուկ նվիրվի Տիրոջ տաճարին, կոչվի Սուրբ, Սուրբ Սամուել։ Ու նրա կյանքում պիտի հրաշքներ լինեն։ Ով է ուզում իր կյանքում հրաշք լինի, փառք Աստծուն, հալելույա։ Ես չտեսա ցածր ձեռք։ Ոնց որ թե արդեն քննությունը հանձնում ենք մենք։ Գոնե ողորմած եղեք, որ ծառայությունը վերջացնեմ, հանգիստ տուն գնաք։ Հռոմեացիների 12:1-2 ասում է. «Արդ աղաչում եմ ձեզ»։ Դու գիտեք խնդրելուց ավելին որն է աղաչելը։ Հələ մի հատ էլ բարկա պաղատել։ Արդ աղաչում եմ ձեզ Աստծո ողորմությամբ, որ ձեր մարմինները ներկայացնեք սուրբ եւ Աստծուն ընդունելի պատարագ։ Պատարագ ինչ է, գիտեք։ Զոհ։ Այսինքն դու դառնաս հայերեն հետաքրքիր արտահայտություն կա, մի հատ տղա կար եկեղեցում, իր անունը փոխել էինք։ Ասում ենք քո անունով սայթ պիտի, կայք պիտի բացենք, դրենք հարց չկա .com կամ .am։ Երևի FR ստեղել ֆր։ Հարց չկա, ոնց կլինի ֆրանսերեն հարց չկա։ Գիտեք, ըստ էս խոսքի գիտեք որն է սուրբը, հարց չկաները։ Երբ որ մարդ, որին Հիսուսը դիմում է մի հարցով, ինքը ասում է հարց չկա, Հիսուս, անող եմ, մինչև վերջ, նվիրյալ եմ ես։ Եվ բոլոր հարց չկա ժողովուրդը Աստծո ասի ամեն։ Ամեն։ Չէ, այդքան էլ լավ չեղավ։ Կտրվակ։ Եվ բոլոր հարց չկա ժողովուրդը թող ասի ամեն։ Ամեն։ Ոնց որ սկսում եք։ Լավ է սկսվել։ Կենթանի սուրբ Աստծո ընդունելի պատարագ, զոհվածի պես է ինքը։ Ինքը զոհ է համարվում, պատրաստ եմ ամեն ինչի։ Եվ մի կերպարանվեք, ասում այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, ուրիշ ձևով մտածեք, աստվածային կերպով մտածեք։ Այլ նորոգվեք մտքի նորոգությամբ, որ քննեք, թե ինչ է Աստծո կամքը։ Գնացինք առաջ, ինչ է Աստծո, Աստված ոնց է ուզում։ Ինչ է Աստված ուզում։ Շարունակություն եկեք բոլորդ իրար հետ կար։ Աստծո կամքը բութ, ինչ։ Ով է ուզում բարի, հաճելի ու կատարյալ Աստծո կամքը լինի իր կյանքում։ Հալելույա, 100%-անոց արդյունք։ Կամ էլ ես եմ տեսնում, հավատում եմ։ Ում կամ ինչին պետք է նվիրված լինենք, որ լինենք իսկական հաջողակ մարդիկ ու պատմություն կերտենք այս աշխարհի վրա։ Դուք պետք է հավատաք, որ դուք պետք է պատմություն կերտեք այս աշխարհի վրա։ Ժողովուրդ, եթե նվիրված լինեք, դուք պատմություն կերտեք այս աշխարհի վրա։ Գերեզմանի քարերի ընդհանրապես ով է նայել ձեր մեջից։ Սա օրը, որ մի բան պիտի փոխվի ձեր կյանքում։ Ես ուզում եմ ստեղ գտնեմ մի հետաքրքիր նշան։ Տենց էլ չկա այդ նշանը ստեղ։ Բայց sense փոքր գծիկ կա, այսինքն գծիկ հանածի նշանը։ Մեր հայրը մի անգամ ինձ բան եմ տեսել, զարմացա։ Գնաց գերեզման, ասենք երկու հատ խաչքար ա դրած։ Կամ նկարով 1927, ասենք
991 օրինակ։ Ու ցույցատրված տղամարդը։ Կինն էլա նկարած։ Գրած 1933 գծիկ ու չկա մյուս թիվը։ Այսինքն դվա վադնում են արել, ասել են պապի ու տատի նկարները միանգամից բան արեք, ասում է։ Տպեք, տատի մի քիչ ոտը կախակցել, հəl տեսնենք ինչ կլինի։ Որ պապի ու տատի նկարը։ Ահա որ, ասենք, այդ տատին գալիս է այնտեղ, ասենք, ասում է, «Էսխի գնացիր» եւ այլն, տեսնում է ինքն էլ է կողքը, մենակ այդ գծիկը հələ կողքը թիվ չկա գրած։ Ու նա հիմա տեսնում է, այս գծիկը երբ պիտի կողքը թիվ լինի։ Այնքան տարօրինակ գծիկ է դա։ Այդ գծիկը մի քանի միլիմետրանոց կամ սանտիմետրանոց, չգիտեմ, նայած դիզայն։ Դա գիտեք ինչն է, այդ մեր կյանքն է։ Եկեք իրար հետ ասենք գծիկ։ Այդ մեր կյանքն է, ժողովուրդ։ Ոնց է անցկացնելու։ Օդ սպառելով, հաց ուտելով, ջուր սպառելով, հենց է անցկացնելու։ Հա ինքն էլ ապրել է աշխարհի վրա։ Որ ստուգեն դոկումենտները քեզ կգտնեն։ Ես քեզ մարտահրավեր, մարտակոչ եմ անում, ես բառը առաջ անգամ եմ ասում։ Իմ ամբողջ քարոզչության մեջ մարտակոչ բառը չի օգտագործել, բայց դուրս եկավ ներսից։ Մարտակոչ եմ անում, հենց ապրի, որ այդ գծիկը լավ մի հատ գիծ լինի։ Լավ sense գիծ։ Քոթոտ գիծ sense։ Հենց ապրի, որ Աստված նայ ասի, «Վաու»։ Ըստ լայքին ինչ են ասում։ Լայք են ասում։ Հա, ֆրանսերեն չեն ասում։ Հա, էլի ժե եղավ։ Ժե ուղե։ Կարող եմ մի բան ասեմ շատ զարմանակ։ Դու գիտեք, որ Աստված լայք է տալիս, թե չէ։ Եկեք լայք բառը թարգմանենք հայերեն լեզվի, ինչ է։ Հավանել։ Երբ որ Աստված տեսնում էր իր ծառաները լավ բան էին անում երկրի վրա, մանավանդ Հիսուսի համար ինչ ասեց, որպես Հիսուսը, որ Աստծո որդի էր, մարդ դարձավ։ Սա իմ սիրելի որդին ես հավանեցի։ Կամ ով է հիշում, որ սատանայի հետ խոսած Աստված։ Հոբի մասին է խոսք։ Իմ ծառա Հոբին տեսել ես։ Գիտես իրան։ Աստված Հոբին հավանում էր։ Գիտեք, սիրելը բոլորին էլ սիրում է, դաժե ձեզ, դաժե ինձ։ Կներեք, հա, կատակ եմ անում։ Բոլորիս սիրում է, բայց հարց, ինչքան է ինքը հավանում։ Ում է ինքը, Instagram նկար եմ դրել, այս վերջերս, ին մեռածն էլ տեսել, լայք է չի դրեսկի։ Ինձ արա Աստված հավանի քեզ։ Ոչինչ որ մարդը չհավանի։ Եթե Աստված հավանեց քեզ, դու պատմություն ես կերծում, գծիկը չեմ կարա բառեր ասեմ։ Հիմա եթե դու կամ արդյոք առաջի անգամ է եկես, ինձ ասես տարօրինակ տեսնում է ինձ։ Մարդ չկա որ առաջ, քույրիկ ջան, Աստված օրհնի ձեզ, քույրիկներ, եղբայր ջան, Աստված օրհնի։ Դուք ստեղից գնալուց ես դռնից հետո։ Չգիտեմ, եթե ձեր հարազատները կա, ասա, որ հարցեն, «Էտուր էիր գնացել»։ Գիտեք ճիշտ պատասխանը որ է։ Գնացել էի, որ իմ կյանքի այդ գծիկը, իմ կյանքը անենց անեն, որ Աստված հավանի։ Պատմություն կերտեմ։ Նորմայի մեջից դուրս գամ, սովորական օթը շնչելով, ջուրը խմելով, հաց ուտելով, իմ կյանքը փոխեմ անենց բանի, որ ես ոչ թե այս կյանքը այնքան որ սենց ապրեմ, գնամ այնքան որ, ասա որոշել եմ անենց ապրեմ, որ վերևից իմ Աստված տեսնի հավանի ու մարդիկ են ասեն, նայն ասեն, «Վաու, այս մարդը փոխվել է, այս ինչ էր անում»։ Ով է ուզում որ տենց լինի։ Բոլորն էլ ուզում են։ Անիմաստ չապրեք այս աշխարհի վրա։ Ունեք քննություն տալու։ Հավատացեք ունեք քննություն տալու դուք այս աշխարհում։ Ու երկնքում նույնպես
Եթե այս աշխարհում դուք Աստծուն չընդունեք որպես հայր ու չդարձնեք ձեր առաջնորդը, վերջում կհանդիպեք Աստծուն, բայց ոչ թե որպես հայր, այլ որպես դատավոր։ Դուք եք այսօր որոշելու Աստծու հետ հանդիպումը ամբաստանյալ դատավորա լինելու թե հայրեորդի։ Ես որոշել եմ, որ հենց աշկերս փակ եմ այս աշխարհի վրա ու հասկացել եմ ամենակարևոր պահն իմ կյանքում։ Ծնվել ես այդքան կարևոր չի, ինչքան աչքերս փակելը, որտեվ ծնվել է բոլորն է ծնվում են։ Փակելն էլ բոլորը փակում են, բայց ուր են բացում, անպայման միտեղ բացում են։ Անհավատ մարդ էր իմ բարեկամներից մեկը, մինչև որ ընդունեց Հիսուսին, զորով ընդունեց, բայց դա ողորմությամբ ոչ մեկ գաղանտի չունի, գաղանտի չունի, որ ինքը աչքերը կփակի ստե, աչքերը կբացի Հիսուսի մոտ, եթե հիմիկվանից չընտրես դա այդ ճանապարհը։ Այդ ճանապարհն է կոչվում է նվիրման ճանապարհ։ Նվիրվի Աստծուն այսօր։ Թող այսօր ձերք բարձրացնողները, որ ստեղ ձերք բարձրացեցին, չթողեն առաջին ու վերջինը չլինի, որ ստեղ հավաքույթի են։ Ստեղ մենք հավաքվում ենք ամեն շաբաթ օրա, չէ՞ ստեղ հավաքույթը։ Նվիրման մեջ քայլեր անելով գնում ենք առաջ, Աստծուն ճանաչելով, որ այդ գծիկը պարզապես գծիկ չմնա։ Հա, ինքն էլ ապրես աշխարհի վրա, հա, մարդ է եղել։ Բոլորն են մարդ են։ Լավ կասեր, մարդ էլ կա, չէ՞։ Ում կամ ինչին պետք է նվիրված լինենք մենք, սիրելիներ։ Առաջինը անփոփոխ Աստծուն։ Ո՞ն ինչ է նշանակում Աստծուն նվիրված, ժողովուրդ։ Ինչ է նշանակում Աստծուն նվիրված։ Իր կամքը կատարելու, բարի, հաճելի ու կատարյալ։ Այս գիրքը, խնդրեմ ինձ դասական թղթից Աստվածաշունչ։ Այս գիրքը իր գրած գիրքն է։ Ձեզ որ մեկը նամակ գրի, ու դուք այդ նամակը անտեսեք, ասեք, հա դե լավ, վաղ կարդամ ինչ եղել։ Այդ մարդը չի վիրավորվի։ Կամ քո նամակը հենց մեկը տեսնի, նայում ասում է, հա դե, սևակն է էլի, վաղը չեմ այսօրը կկարդամ, եթե ժամանակ եղավ։ Աստված քեզ նամակ է գրել։ Երբ ես կարդալու ու սրտանց։ Ու գիտեք պատվիրել այդ նամակի մեջ, ասում է գիշեր ու ցերեկ աշկիտ դիմաց լնեսի։ Դրա մեջ է հաջողությունը։ Նույնիսկ մի օր ֆիզիկական բան գտա, ասում հլա Աստված ոսկու տեղն էլ ասել այնտեղ։ Այնտեղ հենց դրախտի տարածքը նկարագրում, ասում ուր որ ոսկին է։ Ասում Աստված ջան, հանքերը ստեղծե, ոսկի է ստեղծե, մի հատ տեղն էլ ասում ես հլա։ Լոկացիան էլ ասում ես։ Այս ինչ գիրք է։ Այսօրվա գրքով ես օվկիանոս հովիվի հետ օվկիանոս եղա։ Հետաքրքիր sense նայում եմ ու այն խոսքը բանարեցինք միասին, որ Աստված Եսայա մարգարեի միջոցով ասում է օվկիանոսին ու ջրերին սահման է դրել ավազով։ Նայում ես ահավոր է, Աստվածչանի վրա այդ գա այդ ջուրը։ Բայց ավազով սահման է դրել, այս կողմը չգաս էլ։ Ինչ մեծ Աստված է։ Աստված շատ զորավոր է։ Եկեք ոտքի կանգնենք, հա։ Այսօր մենք շատ յուրահատուկ բան ենք անելու։ Երկնքի հուշագրի մեջ մենք այսօր բաներ ենք ստորագրելու իրար հետ։ Երկնքում հուշագիր կա։ Դու գիտեք հուշագրերը որ բացում ես, Աստված բոլոր մարդկանց գիտի ես երկրագնդի վրա ինչ արին, ինչ չարին։ Այսօր մենք այդ հուշագրի մեջ եղել է, չէ՞ որ թանգարան ես գնում, մեկ էլ տեսնում ես հուշագիր այնտեղ դրած։ Գիրքա գրած, դու գրում ես Սևակ Բարսեղյան, եղել եմ, ասենք թե այսինչ տեղը Բորդո քաղաքի մեջ, ասենք sense բաներն եմ արել։ Ու մեկ էլ կարող է տարիներ հետո այդ հուշագիրը բացեն։ Գիտեք, երկնքում հուշագիր կա, բացելու են տեսնեն այդ գծիկը ինչ է։ Տեսնեն այդ գծիկը ինչ ես արել, ինչ չես արել այս աշխարհի վրա։ Այսօր շանս ունես դու այդ գծիկդ փոխելու կամ այդ գծիկդ հաստատնելու քո տաղանդներով, կասես ես բան չունեմ, տաղանդ չունեմ, շատ սխալվում ես, դու շատ լուրջ տաղանդներ ունես, ամեն մեկ իր տաղանդով։ Ամենա մինիմումը դու կարաս ուժեղ աղոթող դառնաս, գնաս սենյակումդ ծնկի գաս աղոթես լիքը մարդկանց համար, արդեն գծիկը շատ լուրջ մեծանում է։ Աղոթի, որ ստեղ հայերը Աստծուն ճանաչեն։ Ծոմեր ու աղոթքներ արա, որ հայերը փրկվեն այս քաղաքի մեջ, եւ ոչ միայն այս քաղաքի մեջ, այլ ամբողջ Ֆրանսիայի մեջ։ Աղոթի, որ հայերը ստեղ լուրջ պատիվ ունենան ու հարգանք ունենան։
Աղոթի, որ հայերը կարողանան Հիսուս փոխանցեն նույնիսկ ուրիշ ազգերի, որ ստեղ կան։ Աղոթի, որ երեխեքը, որ պիտի մեծանան, նորմալ մարդ դառնան, որովհետև ես շատ եմ վախենում իմ սերնդի համար։ Ես ուզում եմ ձեզ վախացնեմ ձեր թորների հետ կապված, լավ իմաստով եմ ուզում վախացնեմ։ Մտածեք ձեր թորների մասին։ Երիտասարդներ նույնիսկ։ Իմ երեխեքը հələ որ պատանի են։ Բայց դու գիտեք, իմ երեխա են ունենալու։ Ես մտածելու եմ իրանց մասին։ Դու գիտեք, ժամանակ է գալու, որ իրանք իրանց երեխեքի վրա են կենտրոնանալու, ոչ թե ծնողները, ոնց որ մենք իրանց վրա են կենտրոնացած։ Իրանց երեխեքը իրանց հարազատ ամենաքաղցր, ամենաթանկ մարդիկ են լինելու։ Այս չար աշխարհի մեջ ինչ են անելու։ Գնալով պղծվում է։ Մի ժամ առաջ ավելի նորմալ էր այս աշխարհը, քան մի ժամ հետո։ Ժողովուրդ, գնալով էտա դառնում։ Ինչ ենք մենք անում։ Օտարության մեջ եք, քանի սերունդ եք հայ մնալու։ Ու դու գիտեք, որ մշակույթն է թելադրում, թե հետո ինչ անեն։ Ինչ մշակույթի ֆիլմեր դիտեցին քո երեխեքը, այդ մշակույթի զավակել լինելու են։ Ու այդ մշակույթն էլ թելադրելու է իրանց կյանքը։ Որովհետև մշակույթը համարյա մշակուրք է, ինքն է կռելու, զարգացնելու քո երեխեքին, քո թորներին։ Մտածի, ինչ ես անում։ Իմ երեխեքը շատ լավ անգլերեն գիտեն, դրսից եկած, բայց ես ամեն ինչ անում եմ, ասում ձեր մայրենի լեզուն լավ իմացեք, որ մայրենի լեզվով լիքը բան կա, որ կարողանանք փոխանցենք, որտեղ անգլերենով ես չեմ կարող փոխանցեմ։ Ու ես զգացել եմ, որ իրանք ոնց որ մեկ-մեկ շատ օտար լինեն, որովհետև հենց տեղը գալիս անգլերենով են կռվում։ Տան մեջ։ Որտև անգլերեն հենց հայերենով ֆիլմ եմ դնում, ներվայնանում են։ Ու ես ուզում եմ այդ իրողությունը փոխեմ ու աշխատում եմ այդ ուղղությամբ ու իրանց անդադար քարոզում եմ, որ դուք պիտի սովորեք ձեր մայրենի լեզուն, որտեվ մայրենի լեզվով հետաքրքիր ավանդական լավ բան կարա, վատերի մասին չի, լավ բան կարա գա, որ դու մենակ դրանով կարաս տեսնես։ Լեզուդ փոխեցիր, ուրիշ լեզվով լիքը բաներ են լսելու երեխեքը ու այտենց էլ մեծանալու են, հետո ասես, բայց ես չէի դաստիարակել։ Իհարկե, քո որ տոկոսն է իր դաստիարակությունը եւ որ տոկոսը ինտերնետից։ Որտեվ ինքը պաղլե ֆրանսե է անում, ու ֆրանսեով ինչ ասես դիտում է, ու դու էլ չես հասկանում։ Ու վերջում ինքը, չգիտես ոնց ամուսնանում, ինչ ձևակերպվում իր ընտանիքը, իր ընտանիքի մթնոլորտը եւ այլն։ Այս բաները ոչ մի ինստիտուտում չեն սովորացնի, սա անում է միայն եկեղեցին, որ մեր աչքերը լայն բացում է, որ մենք ճիշտ կառավարենք մեր գծիկը։ Նվիրված լինենք եկեղեցուն, նվիրված լինենք ընտանիքին, նվիրված լինենք ընկերներին, չեմ ասում սխալ ընկերներին, սխալ շրջապատին։ Ամենանվիրված մարդն է, որ գնում է Հիսուսա տալիս իր շրջապատին։ Իր շրջապատը դարձնում է Քրիստոսին։ Նվիրված լինենք երկրին։ Փառք Հիսուսին։ Աղոթենք միասին։ Այսօր մենք նվիրական սուրբ հաղորդություն ենք ընդունելու։ Որպես մի մարմին, որ այդ մարմինը լինի իրոք նվիրյալ։ Եթե այսքան մարդ ստեղ որոշի նվիրյալ դառնա, դուք չեք պատկերացնում այս երկիրը ինչ կլինի։ Հիսուսը քանի աշակերտ ուներ ժողովուրդ։ 12 առաքյալի մասին գիտեք ինչ է գրված։ Աշխարհը տակն ու վրա անողներ։ Ու գիտեք որ նայում եք ինչպիսի մարդիկ են, ոչ լեզու գիտեին, անգրագետ մարդիկ էին։ Կասես որտեղից գիտես, տղա ջան, այդ ինչ ես ասում առաքյալների վերաբերյալ։ Աստվածաշնչի գրած է, ասում են անուս մարդիկ էին, անգրագետ մարդիկ էին, ու մարդիկ զարմանում են, ոնց են տես բաներ խոսում, ասում են, հա, Հիսուս Նազովրեցու հետ են, դրա համար էլ այդպես լուրջ բաներ են խոսում։ Հələ դուք քանի լեզու գիտեք։ Ձեր մեջ մարդ կա 3-4 լեզու գիտի։ Էլ ֆրանսե, էլ ռուսերեն, էլ հայերեն, էլ չգիտեմ, էլ ուրիշ ինչ լեզուներ գիտեք։ Անգլերեն գիտեք, էլ ես արաբերեն գիտեմ, դες լսեցի իսպաներեն։ Ու ասում եք, ես տաղանդավոր չեմ, ես բան չգիտեմ։ Բա ինչ գծիկ։ Դրանից հետո Փառք Հիսուսին, բանա փոխվում մեր մեջ հենց հիմա։ Հենց հիմա մենք վերցնելու ենք մի երգ։ Խնդրում եմ այդ ոնց որ կա երգը, այդտենց էլ թող չանջատես, էֆեկտը չանջատես։ Ահա։ Այս մենք որ հիմա երգ ենք վերցնելու, դա երգ չի, դա աղոթք է։ Ու դա մենք անելու ենք որպես ուխտ։ Ես խնդրում եմ, մա կենտրոնանաս Աստծո վրա, մտածես, քո կյանքի վրա մտածես, քո անելիքների վրա մտածես, քո ապագայի վրա մտածես։
Ես կխնդրեմ, որ պարզապես այս երգը երգես որպես աղոթք առ Աստված ու հիշես այս օրը 4-րդ ամիս 2026 թիվ Քեզ եմ նվիրում սիրտը իմ Քեզ եմ ընծայում կյանքը իմ Քեզ եմ նվիրում սիրտը իմ Քեզ եմ ընծայում կյանքը իմ Արա այն ինչ ուզում ես Արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ընծայվում ամբողջովին Արա այն ինչ ուզում ես Արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ընծայվում ամբողջովին Տեր իմ Աստված քո զավակները քո առջև են կանգնած այնպիսին ինչպիսին որ կան բայց ես հռչակում եմ Տեր իմ կողմից հավատում եմ որ իմ եղբայրներն ու քույրերը նույնպես հռչակում են հայտարարում են որ այլևս մենք նույնը չենք մնա այլևս սա սահմանակից էր մեր կյանքում որ ես այսօր այսպիսին եմ բայց վաղ այսպիսին չեմ լինի կփոխվի քո կամքի համեմատ բարի հաճելի կատարյալ քո կամքը թող լինի իմ կյանքում բարի հաճելի կատարյալ քո կամքը թող լինի իմ կյանքում արա այն ինչ ուզում ես արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ եմ ընծայվում ամբողջովին արա այն ինչ ուզում ես արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ եմ ընծայվում ամբողջովին արա այն ինչ ուզում ես արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ եմ ընծայվում ամբողջովին արա այն ինչ ուզում ես արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ եմ ընծայվում ամբողջովին Տեր իմ Աստված աղոթք ենք անում որ այստեղ եղող բոլոր մարդիկ դառնան նվիրյալ բանակ ժամանակին եթե մարդիկ նվիրվել են սատանային արել են մեղքեր սխալ կյանքով են ապրել եկել է ժամանակը հենց այսօր փոխվելու եկել է ժամանակը հենց այսօր հպվելու քո սրտին քո ձեռքին հպվելու դու քո ձեռքով հպվես Տեր փոխես մեր կյանքերը փոխես մեր ներաշխարհը փոխես մեր մտքերը որ դառնանք մտածենք քեզպես ու դառնանք նվիրյալներ ու աշխարհը փոխենք ոչ թե աշխարհը մեզ փոխի ոչ թե աշխարհը մեր վրա ազդի այլ մենք աշխարհը փոխենք այլ մենք աշխարհի վրա ազդենք Տիրոջ զորավոր անունով այսօր քո հարության տոնն է Տեր քո հարության զորությունը մարդկանց կյանքի մեջ մարդկանց մեռած երազանքները հենց այսօր պիտի կենդանացնվեն Հիսուսի զորավոր անունով նորից պիտի մարդիկ սկսեն երազել նորից պիտի մարդիկ սկսեն արարել նորից պիտի մարդիկ հասնեն հաջողության նվիրման միջոցով Հիսուսի անունով
Փառք, քո Սուրբ Հոգին այստեղ է Տեր, գործում է այս վայրում, ամեն մեկի սրտում, լինի վերստին ծնված, լինի չծնված, Տեր իմ Աստված, լինի քեզ ճանաչողների կյանքում, լինի քեզ չճանաչողների, որտեղ մենք հռչակում ենք այսօրվանից հետո ուրիշ է լինելու։ Քո հարության զորությունը մխրճվի մեր մեջ նորից։ Կպիր Սուրբ Հոգի ամեն մարդկանց։ Աստված, Սուրբ Տեր, օգնիր մենք դառնանք նվիրյալներ, Տեր, օգնիր, թողնենք այն ամեն ինչ, որ քեզ փառք չի բերում մեր Աստված, օգնիր ապրենք փառահեղ կյանքով, և քո փառքը թող հեղեղի մեր կյանքը, իմ Աստված, կպիր մարդկանց, իրենց սրտին, իրենց ընտանիքներին, իրենց հարաբերություններին, իրենց երեխաներին, իրենց սերունդներին, որ սատանան չկարողանա սերունդներ գողանալ, երեխաներ գողանալ, այս պիղծ աշխարհում հպվիր մեզ Տեր, փառք քեզ Տեր, սիրելիներ, հիմա շատ կարևոր բան կա, մենք շարունակենք Աստծո Հոգին ստեղ յուրահատուկ ձևով ոնց որ վիրահատություն լինի, բաներ կա մեր սրտից գնումը, բաներ կա մեր սիրտ մտնումը Աստծուց, ամեն, փառք Աստծուն, եկեք բարձր ծափարենք Տիրոջը։